Բակ ձեր հարցը։ Եթե ունեք դիտարկումներ, դրանք ապրեք։ Նո, կարող եմ կիսվել, ես դուրս գալիս է իհարկե այդ ագրեսիվ քաղաքականությունը արդյունաբերության զարգացման բան։ Մի քանի նկատառում կարող եմ ասել, սա ոչ թե հակասում ասել, որ կա, բայց մի քիչ ավելի պրոբլեմը ուրիշ անդանդակը Առաջինը, աշխատատեղեր արդյունաբերություն։ Նո, պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ ունենք ընդամենը 90,000 գործազուրկ։ Այն իջել է մինչև 13%, 300,000 աշխատատեղ։ Ես կարծում եմ, որ 140,000-ից ավելի դեպքում կլինի աշխատատեղ, որ չէ կարող զբաղեցնել չհետևանքներ։ Բայց ստեղ մի ուրիշ բան եմ ասում, որ ասում եք պետությունը 15% դեպի բան Նարեկ ջան, ես երկիր տարեկան 5 միլիարդ տրանսֆեր տա գալիս։ Դա պետք է ստերիլիզացնել։ Դուք հասկանում եք, փողը գալիս է, ծառայությունը այնտեղ անում, որից գալիս է։ Արդյունքում ստացվում է դոլարային բարձր գներ։ Դոլարային բարձր գների պատճառը ոչ մի չինացի ձեր պրոյեկտներին չուներ։ Բանի եղեք ստերիլիզացնել, ավելի փողը գալիս երկիր։ Ինչ է նշանակում ստերիլիզացնել։ Կենտրոնական բանկի նախագահան եկել է 2 միլիարդ առնոմա։ Դնում է ներդրումային ֆոնդի մեջ այդ փողը հետ է բերում տնտեսություն։ Եթե դուք սա չանեք, սրանք խոսք են կամենան։ Սա կոչվում է ստերիլիզացիա, այդ բանի ստերիլիզացիան կարևորագույն է։ Դրա համար այդ ստերիլիզացիայի զուգահեռ ցանկում է անպայման սուվերեն ներդրումային ֆոնդ ունենալու գաղափարը։ Ֆոնդ, ոչ թե բյուջետային միջոց։ Սա այդ մասով եւ պատկեր Այսինքն, սա չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ, ես ասում եմ ճամփը երևի սա կլինի։ Կենտրոնական բանկը պիտի առնի ստերիլիզացնել այդ փողերը։ Շատ լավ, հիմա ներկայացնեմ գործազրկության հետ կապված տվյալները։ Հայաստանի վիճակագրությունը մեր գործազրկությունը շատ քիչ է ցույց տալի, որովհետև հաշվի առնում այսպիսի բան։ Գործազուրկ է Հայաստանում ամայքում այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք։ Եկեք նայենք, թե ինչքան մարդ է Հայաստանում աշխատում։ Հայաստանում կա 800,000 գրանցված աշխատող։ 3 միլիոն բնակչության մեջ ունեն 800,000 գրանցված աշխատող, 800,000 մարդ է աշխատում։ 3 միլիոն բնակչության մեջ մենք ունենք 500,000 թոշակառու, մոտ 700,000 ուսանողական կամ դպրոցական տարիքի երեխա կամ երիտասարդ, իսկ մնացողը։ Այսինքն մենք ունենք 1.8 միլիոն մարդ ու աշխատում է 800,000 մարդ։ Վիճակագրական կոմիտեի տվյալները օրինակ ցույց էր տվել պարոն Բագրատյան, որ Գեղարքունիքի մարզում 4% է գործազրկությունը։ Մոտավորապես Ավստրիայի չափ։ Ես միշտ ասում եմ, որ իրանք թվերական խեղաթյուն են եւ այլն, բայց նայեք սենսն է Ղարաբաղից եկած գյուղաբնակչությունից հետո մենք ունենք 3 միլիոն բնակչություն։ Այդ 3 միլիոնից 502,000 թոշակառու։ 221,000 մարդ աշխատում է պետական բյուջետային սեկտորում։ 584,000 մարդ աշխատում է մասնավոր բիզնեսում։ Միակ թիվը, որ մենք չգիտենք, ոչ մի հաշվառու չկա գյուղում ինչքան են աշխատում։ Գնահատական այսպիսին է մոտ 350,000։ Ես համաձայն եմ թվերի հետ, բայց այդ բանը երկրորդը 0% հակ փոքր բիզնեսի համար։ Ես այս հարկային արտոնություններին զգուշորեն եմ վերաբերվում։ Անկեղծ ասած ես համաձայն չեմ։ Ավելին, ես կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել։ Ինչ է խանգարում մարդիկ թողարկտ տան։ Ես վախենում եմ, որ ձեր ասած կլինեն, ինչ որ անցյալ տարում եղավ Միացյալ Նահանգներում մի 30 տարի խելքի չեն գալիս, բոլոր խոշոր բիզնեսները կցեն կոտրատվել։ Օրինակ, առաջի Ռուզվելտի 1900 թվականի օրինակցից հետո միայն բանը Standard Oil-ը, որը առաջին նավթամուղն էր կառուցել, դրա համար հաստացավ բանը Ռոքֆելլերները, նա իր բիզնեսը բաժանեց 350 մասի եւ մարսեց 1902 Սա պես կլինի։ Այս դրա համար բայց ինչ է խանգարում փոքր հա կարող են տալ եւ լավ շրջանառության մեջ ինչ է խանգարում այդ դեպքում իհարկե կուզենան անցնել միջինին որտեղ հնարավոր է որոնց քիչ է երբ հա դեղորակը շատ ճիշտ դիտարկում է
Բայց դեղորայքի գների թանկ լինելը Վրաստանի համար Հայաստանում ունի 3 պատճառ, մեկը դուք ասեցիք, բայց կան ևս 2 պատճառներ։ Առաջինը Նարեկ ջան, մենք դեղեր գրանցում ենք։ Մենք գլուկոֆաժ դեղը խենք գրանցում։ Մենք յանով ենք դեղը, հասկացաք, ես մի փոքր դիաբետի խնդիր ունեմ, հասկացաք, խի են գրանցում։ Գերմանացի ստեղծել է դեղը։ Քանի որ երկիրը փուճուրա, շուկան փուճուրա, ամեն մի գրանցում էլ արժենում $800-ից $1000։ Դա միայն 15-20%-ով մերան ասելով, բացի են դեղերից, որ մենք ենք արտադրում, որ ոչ մտեղ գրանցված չի, այախր դուք եք գրանցում։ Ես կասկածում եմ, որ գործող վարչախումբը հենց ղեկավարի բանով ներգրաված է դեղերի բիզնեսի մեջ։ Մենք չենք ուզում այդ դեղերը գրանցել, մենք չենք գրանցում ենթանենք լանդուս դեղամիջոցը, կամ ասպիրինը։ Էլի Գերմանիան դեղ մենք գրում ենք, որ այն դեղերը, որը գրանցված են Ռուսաստանում, Գերմանիայում, ավտոմատ համարվում է գրանցված Հայաստանում։ Միայն նախարարությունը հաստատում է եւ այդ հիմնարկը այդ դեղերի փորձակնության վերացնում ենք, լուծարում ենք ընդհանրապես պետք չի։ Միայն պետք է, որպեսզի առողջապահության նախարարությունը գրանցի տեղական արտադրության դեղը, որը այդ ինչ լավն ավարտն պետք է փորձարկում անցի։ Շրջան, միայն դեղ գրանցել համար այսօր մենք ժառանգած դեղը 10 տարի չեն գրանցում, այդ իր ցավտան 15 տարի Եվրոպան օգտագործում։ 10 տարի չեն գրանցում։ Երեք օրինակ Միքել Տարան հիվանդանոց Վարդան Ղուկասյանը եթե ժառանգած խմել այդ օրը չէր գնի։ Չնայած ամենաճիշտն է գլել, որ նա ընդհանրապես չի ձերբակալել։ Ես դեղերի մասով դա խնդրում եմ նկատիներ, բայց 20% էժանը ճիշտ է, պետք է իշխանորից մտնում գլոր ճիշտ է, դիտարկում է, բայց մի մոռացեք կոոպերատիվները։ Նայ, ձեր ասածը կթեթևացնի գյուղացին, բայց պրոբլեմը չի լուծի։ Ինչը։ Որովհետև գյուղում մի պրոբլեմ կա։ Մեր գյուղացին գործարանների վաճառումը խաղողում։ Նա պիտի գինինիտ վաճառի, որովհետև եթե խաղողը վաճառում, ավելացած արժեքը եկավ գործարան։ Եթե գինինիտ է վաճառում, ավելացած արժեքը մնաց գյուղում։ Մեր գյուղերի հարաբերական աղքատության հիմնական պատճառը քաղաքն է։ Կա, եթե ինքը պոմիդոր է վաճառում, ավելացված արժեքը եկավ քաղաքը։ Եթե ինքը տոմատ է վաճառում պոմիդորի սարքած, ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե ինքը օսլա է վաճառում, ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե կարտոֆիլ է վաճառում, ավելացված արժեքն եկավ քաղաք։ Նույնն է ասենք պանիրի կաթի մասով։ Նա պետք է պանիրի հումքը վաճառի, պանիրի կադրամը, մենք և երկրորդը պետք է կարգավորել կաթի փոշոյի ներմուծումները։ Բայց դիտարկումը ճիշտ է, ես կարող իսկ գյուղում ես պետք է կոոպերացիա, ինչպես, այրնակ գյուղն է, արտադրում է պամիդոր, երկու տնտեսության համար ստեղծում են պամիդորի վերամշակման ցեխ, ցեխն արժի $1 միլիոն, ասում ենք ամեն մեկը $5,000 դրեք, դրա վրա պետությունը կեսը կդնի, կդառնաք $10,000 սեփականատեր, եթե $5,000 եք դրում, դուք եք աշխատելու, սա բաժնետիրական չի, սա փայատական է, և այդ կոոպերացիան կաշխատել։ Թույլ կտակ ես պատասխանը, պարոն Բաքարյան։ Սպասի վերջացնեմ։ Եվ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Ես կարծում եմ, որ մատչելի բնակարան պետք է լինի նոր ամուսնացող զույգերի համար։ Որտեղ մեր վիճակը այսպես է, մենք ունենք 10 միլիոն քառակուսի մետր բնակ մակերես և ունենք 3 միլիոն բնակչություն։ Մենք ունենք 33 քառակուսի մետր մի մարդու վրա։ Մեր պրոբլեմ ուրիշ է։ Հիմա ինչ անում պետությունը, պետությունը ասում է այստեղ գյուղից արի, թող այդ անասուն բան հողմով թող արի դարձի բնակարանի վճարունակ եկամտային հարկի արտոնություն ունեցող մեկը, դատարկում ենք այս մարդկանց, չէ՞։ Հիմա ես կարծում եմ, որ բնակարանի իրավունք պետք է ունենա միայն առաջ ամուսնանալուց, ամուսնական զույգը սահմանափակ քանակով, եւ այդ փողը հետագա 20 տարին պետությանը չվերադարձնի, չի կարող վաճառել այդ բնակարանը։ Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այս մասշտաբի բնակարանի շինարարություններ պետք չի, մենք գյուղերը դատարկում ենք։ Մենք գյուղերը դատարկում ենք, մենք ունենք հայերի միգրացիա վերջին 6 տարիներին 25,000 հայ քաղաքացի գնում է Հայաստանից եւ ունենք նաեւ այսպիսի պակետ, տարեկան 45-ից 50,000 գյուղից գալիս են քաղաք, ունենք ներքին միգրացիա։ Այսինքն այս խնդրի մոտեցումը իմ այսպիսի գլերի մասածները չեն հակասել ձեր ասածներին,
բայց մի փոքր այդ խնդիրներին նայում ուրիշ կերպով եւ լուսման մեջ իր մեջ բանը Որը դեպքերում շնորհակալ եմ հրավերելու համար, արտահայտելու հնարավորության համար, առիթ կլինի խնդիր կլինի միշտ պատրաստ եմ կիսվել իմ կարծիքով։ Շնորհակալ եմ, արձագանքեմ մի քանի պնդումների ու կարծիքների, ձեր կարծիքը շատ կարևոր է, ձեր փորձը շատ կարևոր է մեզ համար եւ առաջի հարցը, առաջի մտահոգությունը, որ դուք ասեցիք, դա ստանդարտորեն օրինակը բերեցիք